Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Այսօր կխոսենք երկու շատ կարևոր թեմաների շուրջ։ Առաջինը դա կոմունիկացիաների բացումն է։ Թրիփ, այո թրիփ, այն ճանապարհը, որը երկու կամ միջանցքը, ինչպես կցանկանաք, որտեղ երկու կարծիք հա մեկը ասում է ճանապարհ են, մյուսը ասում է միջանցք եւ կրկին ակտիվացավ այդ թրիփի թեման նամանավանդ այն պարագայում, որ Իրանը կտրուկ դեմ է որոշակի գործընթացների գեներացմանը տարածաշրջանում, որոնք կարող են վտանգել իրեն։ Իսկ մենք տեսանք, չէ, Իրանը ոնց է արձագանքում իր հանդեպ վտանգների այլ պետություններում։ Եվ առհասարակ ինչ է թրիփը՝ միջանցք թե ճանապարհ։ Եվ այս հարցի շուրջ կզրուցենք Հայկական քաղաքագիտական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Միրան Շահզադեյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շահզադեյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը այսօր, հա, շատ ակտուալ թեմայի շուրջ խոսել։ Թեման հետևյալն է, տեսեք, բազմաթիվ անգամ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, թե իշխանական, թե ընդդիմադիր, հա, ընդգծում են հետևյալը, որ այո, պետք է կոմունիկացիաները բացվեն եւ այո, պետք է ստեղծել մի իրավիճակ, որի պարագայում Հայաստանը չի լինի շրջափակման մեջ եւ դա նորմալ է, հասկանալի է։ Սակայն ամենահնչեցվողը, հա, երկու թեման են, դա հայ-թուրքական սահմանի բացումը եւ այսպես կոչված թրիփը։ Ինչի համար այսպես կոչված, որովհետեւ իրարամերժ հայտարարությունները, որոնք մենք լսում ենք տարբեր կետերից, խոսքը իշխանության մասին չէ։ Ասում է շատ հետևյալ մի, հա, կամ պատտվում է մի հետևյալ գաղափարի շուրջ, իսկ ինչ է ըստ էության թրիփը, համապատասխանում է արդյոք թրիփը կոմունիկացիաների, հա, բացման այդ գործընթացին, իմիջիայլոց թրիփը իշխանության ամենատենց ուժեղ, հա, ինչպես իրենց թվում է ամենայն դեպս, կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված, հա, գործընթաց։ Հիմա տեսեք, թրիփ երկու կարծիք համար մեկ, թրիփը դա հնարավորություն է, որի պարագայում Հայաստանը կլինի բաց սահմաններ եւ այլն, ամերիկացիների ինվեստիցիաներ կբերեն, ներդրումներ կբերեն եւ այլն, հա, տենց ինքը տենց ուժեղ բան է թրիփը։ Հա, իմիջիայլոց ժպիտով եմ ասում, բայց ամերիկական ներկայությունը կապահովի Հայաստանի անվտանգությունը։ Հիմա մոռացել են մի հատ սաուդիտներին եւ այո, էմիրություններին մի հատ հարցն են, ոնց ստացավ, այո, արաբական երկրներին, որ ամերիկական ինվեստիցիաները պատերազմ բերեցին այդ երկրին։ Դե լավ, ինչևից է։ Եվ կա երկրորդ կարծիքը, որ թրիփը ըստ էության Զանգեզուրի միջանցք է, որը տնտեսական ոչ մի բաղադրիչ չունի եւ որը իր մեջ պարունակում է զուտ աշխարհաքաղաքական նպատակներ, արևելք-արևմուտք, Ռուսաստան, Չինաստան, Իրան, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, առճակատում, որի հիմնական բենեֆիցիար, այսինքն հիմնական օգուտ ստացողը Թուրքիան եւ Ադրբեջանն է եւ դա ամենը Հայաստանի ինքնիշխանության օգտին։ Երկու կարծիք։ Դուք լինելով մի մարդ, ով ըստ էության հայկական քաղաքագիտության ակունքներից, հայկական ես կրկնում եմ, անկախ Հայաստանի քաղաքագիտության ակունքներից, մինչ այսօրս հետևում եք գործընթացներին։ Ինչ կասեք, ինչ է թրիփը։ Դուք ճիշտ հարցադրումներ ներկայացրիք, մի կողմից կա այսպես օպտիմիստական շատ այսպես մոտեցում, որ եթե թրիփը լինի, Ամերիկան մեզ կօգնի, այն բանի նման, որ ասում է, չէ, Ամերիկան нам поможет։ Այո, չէ, Запад нам поможет։ Ռուսերեն ասացինք, հա, արևմուտքը մեզ կօգնի։ Մեզ կօգնի։ Եվ փաստորեն կոմունիկացիայի հնարավորություն կլինի, որ ասենք կենտրոնական Ասիայի, Չինաստանից եւ այլն ունենանք մենք հնարավորություն ապրանքափոխանակման եւ այլն եւ Հայաստանը կդառնա մի այդպես լուրջ տարածք, որի միջոցով այդ տարածքային տրանսպորտային ուղիները կգան եւ այլն եւ դա մեզ կբերի մեծ օգուտ։ Բայց ցավոք սրտի այստեղ ոնց որ ասում են հարցերը ավելի շատ են, որի պատասխանները շատ քիչ։ Անորոշության ծավալը բավականին մեծ է թրիփի եւ ի սկզբանե
Այն ժամանակ, որ օգոստոսի 8-ին այդ փաստաթղթերը ստորագրեցի եւ այլն, անունը գրեց թրիփի, չէ, ճանապարհ եւ այլն ուղի, եւ այդ ժամանակ արդեն մարդիկ եւ էքսպերտները ոչ միայն Հայաստանում կամ ասենք մեր շրջապատում, այլ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ այլն հարցեր էին տալիս, թե ինչ բան է թրիփը, ինչ իրավական բազայի վրա է, հիմքի վրա է դա գործելու։ Անորոշություն որևիցե մի բան չի ասվում դրա մասին։ Միակ այն, որ ամերիկյան ինչ որ ներկայացուցիչներ այնտեղ պետք է գտնվեն, աշխատեն, ասում են 100 տարի պետք է այնտեղ գտնվեն եւ այլ եւ այլն։ Մեր հարևան երկիրը Ադրբեջանը լրիվ ուրիշ մոտեցում ուներ։ Նրա դիրքորոշումը լրիվ պարզել եւ հստակ։ Ասում են սա պետք է լինի էքստերիտորիալ ճանապարհ։ Ասենք ադրբեջանցիները, որ այդ ճանապարհով գնան դեպի Նախճեվան, այնտեղից Թուրքիա եւ այլն, նրանք պետք է հայ սահմանապաններին, մաքսային ծառայողներին բանին չհանդիպեն։ Ավելի հստակ է ասվում է հայ երես չպետք է տենա ադրբեջանցի մտնելուց Հայաստանի տարածք։ Չպետք է հանդիպեն եւ փաստորեն սա պետք է լինի ինչ որ մի ուղի, որը որ Հայաստանի իշխանությունները ինչքանով կարող են դա, ասենք, վերահսկել եւ այլն, հայտնի չէր։ Ըստ Ադրբեջանի մոտեցմանը չպետք է վերահսկեն։ Մեր այսօրվա իշխանությունները պնդում են, че մենք պետք է պայման վերահսկենք եւ այդ բաները մենք գրել ենք եւ այդ թղթի մեջ կա եւ այլն։ Այսինքն այստեղ մեր երկու մոտեցումներ են եւ անորոշություն, թե որ մոտեցումն է, ինչ է լինելու։ Մենք միշտ ասում ենք այն մասին, որ միջազգային օրենքներում այս հարցերը բավականին մանրամասն մշակված են, կան ՄԱԿ-ի փաստաթղթեր, կան այլ փաստաթղթեր, միջազգային դատարանների արբիտրաժի փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը պետք է լինեն հիմքում եւ այդ բոլոր փաստաթղթերում այն երկրի իշխանությունը, ասենք, սուվերենիտետը, վերահսկողությունը, որի տարածքով դա անցնում է այդ ճանապարհը, պետք է լինի այդ երկրի վերահսկողության տակ։ Միանշանակ այլ փաստաթուղթ չկա, նույնիսկ փակա փաստաթուղթ, որով ասում է, որ անթույլատրելի է, որ որևիցե, ասենք, էքստերիտորիալ ճանապարհ անցնի այդ երկրներով։ Հիմա հարցը դա է, որ այսօրվա դրությամբ մենք էլի չունենք պատասխաններ այդ հարցերին։ Արտաքին գործերի նախարարը Հայաստանի Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ամերիկացիների հետ իրենք ինչ-որ պայմանավորություն ունեն եւ որոշել են, որ պետք է լինի front office, back office եւ այլն։ Բայց ինչ է դա ներկայացնում։ Այսինքն այո, ես շփում եմ, որովհետեւ առանց ժպիտի, սենց ասեմ, առանց ծիծաղի այս աբսուրդը ուղղակի, չգիտեմ նույնիսկ ոնց մեկնաբանել, որովհետեւ ներողություն եմ խնդրում, բայց եթե դու ապահովում ես էքստերիտորիալ միջանցք, ապա պետք է դուրս գալ եւ ասել, որ ապահովում ես էքստերիտորիալ միջանցք, ոչ թե փորձել, գիտեք, մի շատ པարզ հարց։ Իսկ ինչի այդ ճանապարհը, օրինակ, նույն ճանապարհը չի, նույն կարգավորումներով չի աշխատում, ինչ Հայաստան-Վրաստան, օրինակ։ Այս հարցերի պատասխանը ընդ որում նկատել եք, պարոն Շահզադյան, լուրջ դեմքով են իրանք այդ ամենը ասում։ Այսինքն ներում է մարդիկ չեն հավատում։ Այ իշխանության մասին է խոսքը գնում, որ թրիփի մասին են խոսում, բայց լուրջ դեմքով են ասում։ Հիմա այստեղ դուք նշեցիք, այո, որ առաջին հետաքրքրվածները, հա, եթե դուրս են գալի մեզ գեոպոլիտիկայից, դա Ադրբեջանն եւ Թուրքիան, որոնք ենթադրաբար փորձում են իրականացնել Հայաստանի հարավով, Հայաստանի կողմից չվերահսկվող ճանապարհի միջանցքի, հա, կոնցեպտը սիրուն փաթեթավորելով դա ամերիկյան փաթեթի մեջ, որը ձեռնտու է ամերիկացիներին, որոնք օգտագործեն այս պրոյեկտը արդեն Իրանի սահմանը վերահսկելու համար եւ իհարկե թուրքական աշխարհի հետ կապի համար, եւ այս պարագայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն անում, ասում է, ուրեմն այո, դա հայ-ամերիկյան պրոյեկտ է, բայց կարող է երրորդ երկրներ էլ ինչ-որ տենց օգնեն, բան տենց մտնել ներս։ Իրանք ումի նկատի ունեն։ Թվարկենք Իրան, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ, դե Միացյալ Նահանգները փայատեր են Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող այդ ճանապարհին, հա, ու թղթով։
դա Չինաստանն է միանշանակ, հաշվի առնելով այդ միջանկյալ, հա, Միջանցքը, որը կոչվում է մեծ այս պրոյեկտը, դա Եվրոպան է, հիմա ումի նկատի ունեին։ Այստեղ պետք է ավելի մի քիչ լայն մոտենալ այս հարցին, վերջի տարիներին ամերիկյան արտաքին քաղաքականությունը լուրջ տրանսֆորմացիաների է դարձել։ Այն ինչ որ հիմա անում է Տրամպը, շատերը մտածում են, որ դա իր բնավորությունից է գալիս, իրեն էքսցենտրիկ, շատ երբեմն հակասական ինչ-որ մոտեցումներից եւ այլն։ Դա այդպես չէ։ Ճիշտ է, ինքը դա կատարում է իրեն ձևով, ոնց որ ասում են, իրեն հատուկ տրամադրությամբ, իրեն հատուկ մտածելակերպով, բայց հիմքերը այլ են։ Առաջի, եթե մենք ծանոթանանք 2017 թվականի Միացյալ Նահանգների արտաքին հետախուզության կոմիտեի բանին զեկուցագրին, այնտեղ ինչ է գրված, որ այսօր այն միաբևեռ աշխարհը գոյություն չունի այլևս։ Եվ Ամերիկայի արտաքին քաղաքականությունը չի կարող լինել նույնը, ինչ որ դա կար, ասենք, առաջ։ Մենք պետք է փոխենք, փոփոխության հիմնական ուղղությունները որոնք են։ Առաջինը, որ մենք ամենտեղ ինքներս չպետք է լինենք, ամենտեղ մենք չպետք է լինենք, այլ մեր ներկայացուցիչները պետք է լինեն, նրանք պետք է աշխատեն, մենք նրանց պետք է օգնենք, ղեկավարենք, եթե անհրաժեշտ լինի նաև ռազմական ձևով, բայց նրանք պետք է հիմնական այդ բեռը քաշեն։ Հիմա եթե վերցնենք մեր տարածաշրջանը, չէ՞։ Իմիջիալոց դուք գիտեք արդեն եւ բոլորը ծանոթ են, որ Տրամպը ինչ ասում Եվրոպային, ասում է Ուկրաինա ռուսական այս հակամարտության բեռը դուք պետք է կրեք, մենք ձեզ կօգնենք, բան կանենք, դուք եք ներկա, դուք պետք է կրեք։ Միչել Մայլը ասում է դրա մասին։ Իսկ այստեղ ով է նրա, ասենք, ներկայացուցիչները։ Առաջինը Իսրայելն է, ճիշտ է։ Այո։ Հիմա նրան օգնում է, որ այս տարածքը, սա էլ ինչ խնդիր է լուծում, ես կասեմ, իսկ երկրորդ ով է Թուրքիան։ Մի րոպե, փաստորեն ստացվում է, որ այն պնդումները, որ Միացյալ Նահանգները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության երաշխավոր, որովհետև, մոտավորապես այսպես միգուցե այդ նույն բառերով չի, որովհետև իրանք փող են դնում այս ամենի մեջ եւ TRIP պրոյեկտը ընդհանրապես կապ չունի աշխարհակաղակական հակամարտությունների հետ, դա սուտ է։ Սա են արձանագրում։ Գիտեք ինչ, այստեղ հարցը նրանումն է, որ այս ուղին, որը որ պետք է գնա Թուրքիայի չէ բանից, Ադրբեջանից պետք է գնա Նախիջևան, դա կապում է բառացիորեն ապրիլի 2-ին Ադրբեջանի վարչապետ Ասադովը դրա մասին ասեց։ Հիմնական նրանք հանդիպել էին Բաքվում ապրիլի 2-ին այդ թուրքական երկրների կազմակերպության վարչապետները արտահերթ այսպես հանդիպում էր այս իրանական հետ բաների դարսերները կապված, Ասադովի հիմնական խոսքը Զանգեզուրյան Միջանցքի մասին էր։ Եվ նա ասում էր, սա դուք չպատկերացնեք, որ սա Ադրբեջանի Նախիջևանի կապն է, այլ սա կապն է, սա միջազգային տրանսպորտային ուղի է, որը պետք է կապի Չինաստանից կենտրոնական Ասիայով, Հայաստանի անունը նույնիսկ չի տալի, Ադրբեջանը Թուրքիայի հետ, էլ չի ասում, որ Ադրբեջանը, մենք այդտեղ չկանք։ Տենց հա, արդեն որոշված է մեր բախտը, հա։ Սա ասում է կարևորագույն բան է եւ մենք ասում է արտադիր այդ ուղին պետք է իրականացնենք։ Ադրբեջանի մոտեցումը սա է, սա պետք է լինի էքստերիտորիալ ճանապարհ եւ ուրիշ վարիանտ չկա։ Սա են նրանք ասում։ Ներողություն, պարոն Շահզադյան, եկեք խոսենք այն լեզվով, հա, մասնագիտական լեզվից դուրս գանք, սա ինձ էլ եմ ասում, եւ փորձենք ասենք, որ Ադրբեջանը ասում է, որ Հայաստանի հարավը ըստ էության մասնատվելու է երկու մասի։ Հիմա անունը ինչ ուզում ես դիր, Թուրքիա եւ Ադրբեջանի դիրքորոշումը այդպիսին է եւ ինքը չի փոխել իր դիրքորոշումը։ Ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եք հասկանում։ Եթե ուրեմն ճանապարհը լինի այն ճանապարհը, ինչպես դա ներկայացնում են ադրբեջանցիները եւ թուրքերը, փաստորեն սա փակելու է, ասենք, Իրանի սահմանը եւ մենք շատ խնդիրներ ենք ունենալու Իրանի հետ կոմունիկացիայի հարցում։ Միանգամայն պարզ է։
ասեն Շահզադեյանը Աբովյանի հետ նստած, ինչի համար չեն հենվում Հայաստանի Հանրապետության իշխանությունների բառերին, կոմունիկացիաների պահով, ինչի համար ասում են, որ տեսեք թուրքերը ինչ են ասում։ Ինչ կպատասխանեք այդ մարդկանց։ Ես ասեցի, եթե լսենք ինչ ասում Ադրբեջանի վարչապետը, իսկ լսենք Հայաստանի։ Նրանց մոտեցումը արդեն պարզ է։ Ահա, հայկական կողմին։ Երբ որ հայկական կողմին ասում են, որ սա Զանգեզուրյան Միջանցք է, այսինքն Սյունիքի տարածքով անցնող ճանապարհը կոչվում է Զանգեզուրյան Միջանցք, սա դիվանագիտական լուրջ, ոնց որ ասում է, խնդրեմ է։ Մեկ ուրիշ երկրում լիներ, միանգամից մեր բանը կառավարությունը բանին իդեմս Ադրբեջանի հայտարարությունների միանգամից նոտա կասեր, բողոք կդրեր, թե ինչը, հետո դուք ստորագրել եք փաստաթուղթ, որտեղ գրված է Տրամփի ուղի, չի գրած Զանգեզուրյան Միջանցք, ինչ իրավունք ունի ադրբեջանական պաշտոնական անձինք միջազգային ելնելով ֆորումով ասեն Զանգեզուրյան Միջանցք, սա ոչ այլ ինչ է, այլ տարածքային ինչ-որ նկրտումների, չէ, պահանջների ինչ-որ դրսևորման մի ձև։ Հայկական կողմը հասկանալի է։ Այո, հայկական կողմը բարբերաբար շբաներ է խոսում այդ թեմայով միջազգային։ Ոչ բաներ չի ասում, Զանգեզուրյան Միջանցք ասում է, որ պիտի ասենք։ Մի անգամ ասել են, վեճ դրանից հետո ոչ մի բան։ Բայց այդպես էլ շարունակվում է եւ ոչ միայն դա արդեն դարել է ոչ միայն ադրբեջանական, ասենք, կողմից օգտագործվող ինչ-որ հասկացություն, այլ նաև մյուս երկրներն են օգտագործում։ Մեսա որ օգտագործում են, ի՞նչ է նշանակում սա։ Ինչի՞ պետք է Զանգեզուրյան Միջանցք անվանվի ճանապարհը, որ անցնում է մեր սուվերեն տարածքով։ Տեսեք, ցավոք ժամանակը շատ կարճ է, 2 րոպե մնաց մեզ մոտ։ Հայկական կողմը այնուամենայնիվ պնդում է, որ դա երաշխիք է խաղաղության։ Եթե հիշենք խաղաղության առհասարակ յուրաքանչյուր կոնցեպտը հեռու գնալ պետք չի, հա, ինչպես Գագիկ Ծառուկյանը առաջարկ Հայաստանի կոնցեպտում նշել է եւ ապացուցել ամենակարևորը, խաղաղությունը կարող է լինել երաշխիքների պարագայում։ Դե լավ, ուղիղ հարց, թրիփը կարող է երաշխիք լինել խաղաղության։ Խաղաղության երաշխիք կարող է լինել այն տեսքով, որով հիմա կա, ընդգծեմ։ Խաղաղության երաշխիք կարող է լինել մեր ռազմական եւ տնտեսական հնարավորությունները, ուժը։ Եվ համագործակցությունը գործընկերների հետ։ Եվ համագործակցությունը դա երկու կոմպոնենտ են։ Մեկը դու պետք է լինես ուժեղ, ուզենաս ուժեղ բանակ, ուժեղ տնտեսական հնարավորություններ, գումարներ, որ կարողանաս այդ ամեն ինչը ապահովես։ Երկրորդը պետք է ունենաս լուրջ եւ ռեալ գործընկերներ եւ այդ գործընկերների շահերը պետք է համապատասխանեն քու շահերի հետ։ Եթե չեն համապատասխանում իրենց շահերը, հիմա ինչքանով մենք ունեինք, չէ, Իրանի իդեմս Իրանի, չէ, մենք ունեինք լուրջ գործընկեր։ Հիմա ինչքանով նրա շահերը կհամապատասխանեն, եթե ամերիկյան, տեսեք, չէ, ամերիկացիները նրանք համարում են թշնամի։ Այդ թշնամու ճանապարհը անցնի իր սահմանով։ Ինչ խնդիրներ այստեղ կհասցնեն, ինչպես կվերաբերվեն իրանցիները, Իրանի իշխանությունները այս հարցին։ Նույնը մենք վերցնենք Ռուսաստանին։ Պուտինը Փաշինյանին լուրջ ասել, չէ, դու կամ այս կողմից ես, կամ այն կողմից ես, երկու բանի վրա չես գնալ։ Հիմա այս եթե ճանապարհով գնան բեռներ եւ այլն, ինչ, ասենք, մաքսային կոդեքսով պետք է աշխատեն։ Եվրասիական տնտեսական միության կոդեքսը պետք է կիրառվի, որի անդամն է Հայաստանը, անդամն է Ղազախստանը, Կիրգիզիան, թե մեկ այլ, ասենք Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից թելադրվող ինչ-որ ձևերով պետք է անցնի։ Եթե այդպես լինի եւ Հայաստանը համաձայնվի, իրենք ասեն, եղբայր, կամ դու ես անում ես, կամ նրանց հետ ես։ Եթե այդպես է, մենք փոխում ենք ամբողջ տարիֆները, մենք գիտենք ինչի մասն է խոսում, չէ՞։ Եվ գազի, եւ նավթի, եւ մնացած բոլոր ապրանքների, որ չգիտեմ որ տոկոսն է, 40-50%-ը մենք արտահանում ենք Ռուսաստան, ճիշտ է։ Եվ այդ տարիֆները որ փոխվի, եթե գազի գինը որ հիմա ասենք 175-ը ինչ է մոտարապես, չէ՞։ Եվ դե դառնա 400 կամ 500, ինչ է անելու Հայաստանի տնտեսությունը, ինչ վիճակում է գտնվել։ Նույնիսկ մեկնաբանել չեմ ուզում, շատ պարզ պատճառով, ակնհայտ է իրողությունները չենք մեկնաբանում, կրկին հղում տամ պարոն Ծառուկյանին,
որ պետք է լինել ռեալիստ եւ պետք է հասկանալ մի բան, որ ԵՄ եւ ԵԱՏՄ այդ երկընտրանքը ինքը չունի ոչ մի կապ Հայաստանի տնտեսական զարգացման, այսինքն մենք չենք որոշում որ ուղիով գնանք, որ զարգանանք։ Գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ ԵԱՏՄ-ից ստանում ես էս ու ԵԱՏՄ-ում դու իրացնում ես էս։ Պայմանական դա է քոնը։ Այս մի կողմը Եվրոպան դիտարկում ամես ընդհանրապես որպես մի տարածք, որը կարելի է օգտագործել թե իրանց շահերից դուրս գալով, թե հակաիրանական, հակաչինական եւ հակառուսական տրենդերի ներքո։ Շնորհակալություն, պարոն Շահզադեյան, շատ կարճ ժամանակ, չհասցրեցինք ամենը քննարկենք, բայց կարծում եմ, որ Աստված առաջ էլի կհանդիպենք անպայման կքննարկենք։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ ձեզ, որ Աբովյան Թոլքի եթերում Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Միրան Շահզադեյանն էր։ Երկրորդ թեման վերաբերվում է Եվրոմիությանը եւ ԵԱՏՄ-ին։ Կարծես թե մեր առջև դնում են երկընտրանք, ԵԱՏՄ թե ԵՄ, ընդ որում դրսից չեն դնում, այլ մենք ենք մեր առջև այդ երկընտրանքը տենց որոշել ենք ու որ մենք պետք է տենց որոշենք, ԵՄ թե ԵԱՏՄ։ Ես կարծիք հիմա չեմ հայտնի։ Կարծիքը կհայտնի տնտեսագետ տվյալ կոմ հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը։ Բարև ձեզ, պարոն Թավադյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը Աբովյան Թոլքի եթերում քննարկել ու ամենակննարկվող հարցերից մեկը։ Այո։ ԵՄ թե ԵԱՏՄ։ Հետաքրքիր հարց է, որովհետև մեր քաղաքական ղեկավարությունը որոշակի հայտարարություններ անում, որոնց վեկտորը դեպի Եվրոմիություն է, բայց տնտեսական իրականությունը ցույց է տալիս, որ այս 7 տարիների ընթացքում մեր տնտեսությունը էլ ավելի է կախված ռուսական տնտեսությունից, կամ երբևէ։ Եվ այս պահին Ռուսաստանի Դաշնությունից հրաժարվելը կամ ԵԱՏՄ-ից հրաժարվելը մեր համար ավելի ցավոտ կլինի, քան թեպետ 2018 թվականին։ Ասեմ ինչու։ Եթե նայենք այս կառավարության օրոք ինչ է կատարվել մեր արտահանման մեջ, ապա մեր արտահանումը դեպի ԵԱՏՄ 5 եւ ավել անգամ աճել է, 5 եւ ավել անգամ, իսկ դեպի Եվրոմիություն 5%-ով կրճատվել է։ Այսինքն կարող է որոշակի քաղաքական հայտարարություններ են անում, միգուցե եւ նախընտրական ֆոնին, բայց իրականությունը այն է, որ մեր տնտեսության զարգացման վեկտորը այս տարիների ընթացքում այս կառավարության օրոք եղել է ԵԱՏՄ-ն։ Նույնիսկ 2022 թվականին, երբ որ մենք ունեցել ենք 12.6% տնտեսական աճ, այդ տնտեսական աճի զգալի հատվածը եղել է ի հաշիվ ԵԱՏՄ-ի, ասեմ ինչու, որովհետև այդ տարի 2022 թվականի սկզբին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, որի արդյունքում սանկցիաների արդյունքում մեծ քանակությամբ փող, կապիտալ դուրս եկավ Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև աշխատուժ դուրս եկավ Ռուսաստանի Դաշնությունից եւ դրա զգալի հատվածը հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում։ Ռուսաստանից դուրս եկած կապիտալի 18% եկավ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև IT ոլորտի շատ մասնակիցներ։ Եվ եթե նայենք 12.6%-ի կեսը ապահովել է ֆինանսական կամ բանկային համակարգը, ինչպես նաև ՏՏ ոլորտը։ Այսինքն, եւ եթե չլինենք մենք ԵԱՏՄ անդամ, ըստ ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի ԵԱՏՄ անդամ պետությունների մեջ պիտի լինի ազատ առևտուր, առևտրի ծառայություններ, ինչպես նաև կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ, ապա դա չէր հայտնվի Հայաստանի Հանրապետությունում։ Չեմ կարող հղում չանել Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ այո, ԵԱՏՄ-ն դա բացի իմպորտից, այսինքն Հայաստանից, մեր ապրանքների իրացումից ԵԱՏՄ տարածքում նաև մեծ, էքսպորտային պոտենցիալ ունի եւ այս պոտենցիալի պարագայում ներողություն, գազ, ցորեն, նվազագույնը պարենային զամբյուղի, բավականին զգալի մասը գալիս է ԵԱՏՄ-ից, Հայաստանին այն գներով, որը ըստ էության Եվրոպան ուզենալ չի կարա տա։ Ես ուզում եմ տեսեք, մեր զրույցը ստացվի հետեւյալ կոնտեքստում։ Մենք ոչ մեկին դեմ չենք։ Այո։ Չի նշանակում, որ մենք Եվրոպային դեմ ենք։
Այո, ես հակառակը կուզենայի մեր կապերը էլ ավելի զարգանալ տնտեսության հետ, ասենք Եվրոմիության հետ։ ԵԱՏՄ-ի հաշվին։ Չէ, ընդհանուր առմամբ զարգանային այլ ուղղություններում, այո, ԵԱՏՄ դեպի, կներեք, դեպի Եվրոմիություն, դեպի Միջին Արևելք, դեպի Չինաստան, բայց իրողությունը այն է, որ այս կառավարության օրոք հիմնական վեկտորը զարգացման եղել է ԵԱՏՄ-ն։ Տեսեք, իմ խորին համոզմամբ դա նրանից չի, որ տենց բոլորը սիրարված են ԵԱՏՄ-ին կառավարության մեջ, ասեմ հակառակը հաշվի առնելով անձնակազմը կառավարության նայում ես, ուղղակի հասկանում ես, որ այնտեղ համակրանք ապրիորի համակրանք դեպի ԵԱՏՄ կամ Ռուսաստան չի կարող լինել, բայց գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Պարոն Թավադյան, ինչ որ մեկի դուրը կարողա չգա, որ 2-ին գումարած 2 հավասարա 4։ Բայց չի սիրում մարդը 4-ը, հա, կամ չգիտեմ, դուրը չի գալի, բայց դրանից չի փոխվում, չէ՞ իրականությունը։ Դժվար է ասել ճիշտը որտեղ է, բայց հաստատ ստի մեջ չէ։ 100% էլի։ Եվ այստեղ շատ կարևոր է լինել օբյեկտիվ։ Տեսեք, Եվրոպան ունի իր շուկան, իր արտադրողին, իր, հա, տնտեսական օրենքները եւ այլն, որոնք հիմնականում եւ 100%-ով դե լավ, հա, միտված են եվրոպական շուկան պահելու, եվրոպական արտադրողին, հա, խրախուսելու, եվրոպացի գյուղացու արտադրանքը վաճառելու, ոչ թե հայ, վրացի կամ ուկրաինացի։ Ինչի համար թվարկեցի, որովհետեւ կամ մոլդովացի այդ պետությունները բոլորը անցել են կամ անցման շեմին են, թե ինչպես է Եվրոպան շատ կոշտ ձևի, ուղղակի շուկան այսպես դղ փագում բոլորի դեմ, ինչի համար։ Այդ Եվրոպան ինչի է այդպես անում։ Մի չեգնում եմ ներողություն, էլի։ Տեսեք, եթե խոսում ենք համապարփակ համագործակցության ծրագրի մասին Եվրոմիության հետ, ապա այստեղ որոշակի խնդիրներ կան, որոնք առաջին հայացքից դժվար է Երևան բերել։ Առաջինը նա է, որ ճիշտ է ապրանքները կարող են ունենալ անմաքսատուրք մուտք դեպի Եվրոմիություն, բայց առկա են ոչ տեսանելի մաքսեր, որոնք չեն թողում քո այլ երրորդ պետության ապրանքը մտնի Եվրոմիություն։ Դրանք են ստանդարտիզացումը, տրանսպորտային ծախսերը, համակարգերի որոշակի բացակայությունը եւ տեսեք, քանի որ ըստեղ նաեւ ունենք տրանսպորտային ծախսեր, մենք բավականին հեռու ենք Եվրոմիությունի ստանդարտիզացումը խնդիր է, ապա մինչեւ ենթադրենք մեր լոլիկը գանա հասնի Եվրոմիություն, ժամանակի ընթացքում ոչ միայն երկար ժամանակ ծախսի, կարող է ճանապարհին փչանալ, այլ նաեւ մի քանի անգամ ավելի թանկ գնի, մինչեւ հասնի այդ Եվրոմիության շուկա։ Սա պետք է հաշվի առնել։ Սակայն այստեղ նաև պետք է հասկանալ, որ մենք իհարկե պետք է ստանդարտիզացման ճանապարհով գնանք, մեր ապրանքների որակը պիտի բարձրացնենք, մենք չպետք է արտադրենք, քանի որ սահմանների հետ խնդիր ունենք, մենք չպետք է արտադրենք $2 գինի եւ դա արտահանենք։ Դա աբսուրդ է, հատկապես հաշվի առնելով մեր փոխարժեքը ժամանակի ընթացքում ամրանում է, որը չի խրախուսում արտահանան։ Մենք հակառակ ճանապարհին պիտի գնանք, Made in Armenia բրենդը պիտի զարգացնենք եւ ստեղծենք գինի, որը $20, $50, $70 եւ այս պարագայում արդեն Եվրոմիության արդեն մաքսատուրքերը կամ գտնվելը միասնական շուկայում արդեն իմաստ չի ունեն, որտեղ այստեղ արդեն տրամաբանությունից կողմ են եւ տրանսպորտային ծախսեր, ասենք օդանավականով ես ուզում ուղարկել թե չէ, թե հավելյալ մաքսատուրքերը թե չէ, որտեղ օրինակի համար արգենտինական գինին բավականին լավ ներկայացություն ունի Եվրոմիությունում, բայց Արգենտինան չի հանդիսանում Եվրոմիության անդամ երկիր, քանի որ Արգենտինան առանց այդ մաքսատուրքերը հաշվի առնելու կարողանում է լավ բրենդ ստեղծել։ Կարող եմ ասել նույնը Չիլի գինի, որը բրենդ է դարձել։ Նույնն էլ ասեմ, որ մենք ունենք որոշակի ճյուղեր, այդ միակ, այսպես ասած, հաջողակ պատմությունը դա թեթև արդյունաբերությունն է, տեքստիլ ու տրիկոտաժը, որը բավականին լավ ներկայացված է Եվրոմիությունում։ Եւ այս պահին մեր տեքստիլ ու տրիկոտաժը հավասար կերպով արտանում է Եվրոմիություն եւ Ռուսաստանի Դաշնություն։ Եվ դա չեն կարելի, այսպես ասած, մուտք գործելով Եվրոմիության շուկա։ Դա միակ ապրանքն է, որը, այսպես ասած, Made in Armenia հիմնական ապրանքն է, որը Made in Armenia պիտակը կրում է Եվրոմիության շուկայում։ Մնացած հիմնական ապրանքները, որ գնում են այնտեղ 80% մոտավորապես, դա հանքաքարն է եւ սև գունավոր մետաղները, որոնց վրա արդեն էական չի մաքսատուրք կա, չկա, միշտ գնորդման է գրել եւ դրանց վրա գրված չի Made in Armenia։ Բայց այնուամենայնիվ հայ գյուղացու համար շատ կարեւոր է, որ լոլիկը, խաղողը, գինին, որը ստացվում է նույն հաղորդից, կոնյակը եւ այլն,
ինքը սպառվի այն շուկայում, որը իր համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի, ճիշտ եմ հասկանում։ Կա դա, բայց իհարկե դա կա, դու պետք է հաշվի առնել, որ եթե խոսում ենք ԵԱՏՄ շուկայի մասին, Ռուսաստանի շուկայի մասին, ապա այն ամենաբազմատեսականացվածն է մեր համար, դիվերսիֆիկացվածը, եւ այնտեղ մեր արտահանումը ամենայն ավելացված արժեք ունի եւ մեր գյուղատնտեսական ապրանքի եւ հարակից ճյուղերի մոտավորապես 90%-ը արտահանման գնում է ԵԱՏՄ դեպի Ռուսաստան, բացի ծխախոտագործության ապրանքներից, որը գնում է Միջին Արևելք։ Հասկանալի է։ Այս պարագայում փաստորեն դիսկուրսը ԵՄ թե ԵԱՏՄ ինքը իր մեջ չի պարունակում տնտեսական բաղադրիչ, ինքը իր մեջ պարունակում է քաղաքական բաղադրիչ, որը ուղղակի վտանգում է Հայաստանի տնտեսությանը, ճիշտ եմ հասկանում։ Ես քաղաքական բաղադրիչի տեսանկյունից չեմ կարող։ Սակայն իրականությունը այն է, որ այս նորից կրկնեմ այդ թեզիսը, այս կառավարության կողմից դեպի ԵԱՏՄ արտահանումը անկախ քաղաքական հայտարարություններից 5 անգամ աճել է։ Դե պարզ է, որ պետք է աճի, քանզի շուկան հարմար է, շուկան պայմանական, արդեն ինչպես դուք ասացիք, ադապտացվել է թե մեր արտադրանքին, թե մեր էքսպորտին եւ իմպորտին, բայց դրա հետ մեկտեղ էլ կցանկանայի նաեւ խոսեին, գիտեք, ոչ միայն հայկական ապրանքների դուրս հանմանը, չնայած կարևորագույն խնդիր է եւ հայկական գյուղացու, կամ հայկական գյուղերի կամ հայ գյուղացու համար կարևորագույն է, որտեղ պետք է սպառվի այդ մարդու մի տարվա տանջանքը, ճիշտ է խոսանք։ Եվրոպայում չի սպառվի։ Դա արդեն մենք հասկանում ենք, սա չեն քննարկում։ Ինձ ավելի շատ այս պարագայում հետաքրքիր է նաև ապրանքների տեսակները, որոնք գալիս են Եվրոպայից եւ որոնք գալիս են Ռուսաստանից։ Հնարավոր է փոխանակում լինի, օրինակ մենք ստանանք Եվրոպայից այն, ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից նույն գնով, Տեսեք, այս պահին աշխարհում վառելիքի ճգնաժամ է։ Ընդհանուր առմամբ շատ պետություններում 1.5-2 անգամ վառելիքի գինը բարձրացել է։ Մենք դա չենք զգում։ Ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում 40-50%-ով բարձր, Եվրոպայում 20-30%-ով բարձր, Ավստրալիայում գրեթե 2 անգամ, Պակիստանում եւ բավականին մեծ հերթեր են, չկա ընդհանրապես վառելանյութ։ Եվ այս պահին խոսալ նրա մասին, որ մենք ասենք վառելանյութը կա, տեսականորեն իհարկե կարող ենք փոխել, բայց այս պայմաններում, երբ որ ամբողջ աշխարհում վառելանյութի ճգնաժամ է, այդ մասին խոսալը մի քիչ սխալ է։ Ասեմ, որ հիմնական ներմուծումը, որ մենք իրականացնում ենք Ռուսաստանի Դաշնությունից, դա առաջին հերթին բենզինն է, գազը, բենզինի եւ դիզելային վառելիքի բենզինի 95%-ն ենք մենք ներմուծում Ռուսաստանի Դաշնությունից, դիզելային վառելիքի 85-90%-ն ենք ներմուծում Ռուսաստանի Դաշնությունից։ Հացահատիկի մեծ քանակություն, այս երկուսն են այնպիսի ապրանքներ են, որոնք հստակ գնաճային են։ Այսինքն, եթե դրանց գինը բարձրանա կամ այլ տեղերից փորձեն գտնել, դա միանգամից կարվածի գնաճի վրա։ Հատկապես հացահատիկը ալյուրը, որը հանդիսանում է ցածր եկամուտներ ունեցող խավի հիմնական սննդամթերք, այսինքն սա խփելու է հիմնականում ցածր եկամուտներ ունեցող խավի գրպաններին, որոնք ավելի կարող են աղքատանալ։ Սա պետք է հաշվի առնել։ Եվ տեսեք, Հորմուզի նեղուցը փակ է, ամբողջ աշխարհում բենզինի գները չեն թանկանում են, ինչպես նաև պարարտանյութերի, սա կարևոր է, հիմա գարնանացան է, եւ շատ պետություններում պիտի գարնանացանը սկսվի, քանի որ պարարտանյութերը դանդաղում են, չկան, կարող է մեծ խնդիրներ առաջանան։ Ասեմ ավելին պարարտանյութի համաշխարհային պաշարների, հիմնական մասը նաև մատակարարվում էր Հորմուզի նեղոցով եւ որոշ տվյալներով այնտեղ մոտ 2 միլիոն տոննա պարարտանյութ է կուտակվել, պատկերացնում եք թիվը։ Եվ այո, գարուն գարնանացան եւ երկրորդելով ձեր խոսքերը արդեն միջազգային պարենային, կազմակերպությունները ազդարարում են, ասում են, որ սենց գնաց, այո, ճգնաժամ է լինելի եւ այո, սով, չի ուզում օգտագործել այդ բառը, բայց այնուամենայնիվ սով եւ գների, պարենի գների գնաճը ուղղակի անգամներ, ոչ թե տոկոս։ Ասենք 50 տարի առաջ 1 հեկտարից ստանում էին 1-2 տոննա
հացահատիկ։ Հիմա 14 տոննա, ինչի հաշվին պարտանյութերի եւ այլ զարգացման։ Հիմա որ շղթան խափանվում է, խնդիրներ են առաջանում եւ մենք այդ խնդիրները չենք զգում։ Հիմա ինչ եմ ասում։ Իհարկե, եթե դուք ինձ ասեք, պետքա դիվերսիֆիկացնել, իհարկե ես կասեմ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել, անհրաժեշտ է որպեսզի մեր ապրանքը ոչ միայն ԵԱՏՄ գնա, հիմնականում բարձր արժեք ունեցող պարտադրանքներ։ Միջին արևելք պիտի գնա, Չինաստան պիտի գնա, ինչպես նաեւ Եվրոմիություն պիտի գնա, բազմատեսակ պիտի լինի, իհարկե, բայց այս պայմաններում համաշխարհային տնտեսական պայմաններում, երբ որ մեր հարևան Իրանում, Պարսկաստանում պատերազմ է, տնտեսական անորոշություն ամբողջ աշխարհում բավականին բարձր մակարդակի վրա է, պարենանյութերի, ինչպես նաև պարտանյութերի, բենզինի գինը մի քանի անգամ աճել է, այս պայմաններում, ասենք, տնտեսապես սխալ է խոսել կտրուկ կերպով վեկտորի փոփոխության մասին տնտեսական։ Ես ձեզ ասեմ ավելին, հայ գյուղացու համար շատ կարևոր է նվազագույնը, կանխատեսելի, հա, գործընթացները գոնե 1 տարվա կտրվածքով, որտեղ ինքը պետք է ցանի, ինքը պետք է քրտինք թափի, ինքը պետք է այդ ամենի, այո, եւ ամենապատվավոր եւ կարող եմ ասել, որ գյուղն է ողնաշարը երկրի։ Եվ երբ որ այսօր փորձում են քաղաքական դիվիդենդներ քաղելու համար կամ քաղցր բարերի համար, հա, այդ ԻՀՄ կամ ԵԱՏՄ, հա, այդ արեստացին դիսկուրսը ձևավորել հասարակության մեջ, հայկական հասարակության մեջ, ես ցավում եմ, որ ուղղակի խաղում են մարդկանց բախտի, կյանքի եւ առասարակ ապագայի հետ, Ժորժ ջան, դա այդպես է։ Այո, ստե ռուսի, եվրոպացու խնդիրը չի, ստե պետք է մենք հենվենք նվազագույնը տրամաբանության վրա եւ այն ինչ մեզ ձեռնտու է։ Դրել ենք Եվրոպա ենք խաղում, ոչ մեկ դեմ չի Եվրոպա։ Երկրորդում եմ պարոն Թավադյան, կարող է տիրապետեք թվերին, որքան գումար է պետք, որ ստանդարտիզացիայի ենթարկել ամբողջ Հայաստանի պարենային շուկայի արտադրանքը։ Գյուղատնտեսությունը հետ։ Այստեղ մենք պիտի ոչ ստանդարտ մտածենք, այսինքն եթե խոսում ենք զուտ մեր գյուղատնտեսական ապրանքի մասին, ապա այն Եվրոպայում պետք չէ։ Ցանկացած ստանդարտիզացման պարագայում մենք եթե նույնիսկ հասնենք ստանդարտիզացիային, ստեղ տրանսպորտային ծախսերը եւ ուղիղ կապը Եվրոմիության հետ բավականին խաթարված է։ Մենք չպիտի մտածենք զուտ մեր լոլիկը կամ ծիրան արտահանելու մասին։ Մենք պիտի մտածենք բուտիկ գյուղատնտեսական ապրանքների, որոնք արժեշղթան բավականին մեծ է արտադրության մասին։ Այսինքն եթե մենք ոչ թե ենթադրենք բանենք սարքում ենք made in Armenia Պոպոկի Մուրաբայի բրենդ ենթադրենք կամ նուշ ենք սարքում, որը արժեշղթայով ավելի մեծ է, նենց բաներ ենք արտադրում, որ աբարտվելացված արժեքը եւ ջանքը դրա մեջ ավելի մեծ է, ապա այդ ապրանքները միայն Եվրոպայում կարող են իրենց տեղը գտնել։ Դրա մասին պիտի խոսանք, այսինքն մենք ոչ միայն ստանդարտիզացման մասին պիտի մտածենք, որը բավականին մեծ քանակությամբ ներդրումներ է պահանջում եւ շատերը գյուղացիներից դրան պատրաստ չեն։ Օրինակի համար Եվրոմիության շատ ծրագրեր կան, շատ, որոնք հորդորում են ենթադրենք ծնեբեկ աճեցնել մեր գյուղացիներին, որը իրականում եթե ստացվի, բավականին մեծ եկամուտ կստա գյուղացուն։ Ու նաև ենթադրենք կաթիլային ոռոգումը, որ նույնպես կարող մեծ եկամուտ կարող տալ, բայց այս երկուսը մնացած այդ շղթայում բավականին ներդրումներ են պահանջում գյուղացիների կողմից, որոնք եւ չունեն գյուղացիները չեն զգում, որ ունեն այդ աջակցությունը, այդ մեջքը, որպիսի կարողանան, այսպես ասած, հավելյալ ներդրումներ կատարել 1-2 քայլ ավել գնալու այդ արտադրական գործընթացի մեջ, որպիսի իրանց ապրանքի ավելացված արժեքը մեծանա, որպիսի կարողանա ոչ միայն Ռուսաստանում ներկայացություն ունենալ, որը ասեմ քաղաքական խնդիրների արդյունքում կարող է նույնպես խնդիրներ ունենալ, ինչպես տեսնում ենք այս պահին, այս ժամանակահատվածում, այլ նաև ներկայացություն ունենա այլ երկրներում, ինչի նաև Եվրոմիությունում։ Ես ձեզ ասեմ, օրինակները բազմաթիվ են, ցավոք մեր ժամանակը ավարտվում, բայց չեմ կարող չասել։ Օրինակները բազմաթիվ են, եւ թող ոչ ոք չասի ինչ ես համեմատում։ Օրինակ Հարավային Կորեան Եվրոմիության անդամ չի, բայց հարավկորեական արտադրանքը մթերք, ես զարմացած էի, իրականում մթերքը ռեալիզացվում է նույն Եվրոմիությունում, որովհետև Եվրոմիության համար հարավկորեական մթերքը ինքը բրենդ է։ Այո, մենք պիտի այդ բրենդը ստեղծենք առաջին հերթին, չմտնենք Եվրոմիության շուկայի, ասենք,
ոնց որ պայմանագրերին ստորագրելուն եւ ինչ որ հուսալով որ վաղը լավը լինելու, որը խնդիրներ կարող է առաջացնել ԵԱՏՄ-ի հետ։ Շնորհակալություն, պարոն Թավադյան։ Շատ կարևոր զրույց էր եւ այո, մենք պետք է ծանր ու թեթև անենք, մինչեւ ինչ որ որոշումներ ընդունենք, որովհետեւ մեր տեղը ուրիշները կսկսեն ծանր ու թեթև անել, իսկ դա լավ չի։ Իրականում լավ չի։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ ձեզ, որ այսօր մեր հյուրն էր տնտեսագետ տվյալ.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, լսեցինք երկու թեմաներ, թրիփ, ըստ էության արդեն իսկ պարզ է, որ թրիփը դա ընդհանրապես աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որը այո, այն տեսքով, որով ինքը կա, այն տեսքով, այսօրվա տեսքով, ըստ էության գեներացնում է տարածաշրջանային լարվածություն։ Այսինքն, այնինչ մեզ պատմում էին, այնինչ մեզ փորձում էին համոզել, որ գիտեք ինչ կա, թրիփը դա միջանցք չի։ Թրիփը եւ ամերիկացիների գումարները, որոնք պետք է դրվեն թրիփի մեջ, ինքը մի պրոյեկտ է, որը ընդհանրապես հայկական ինքնիշխանությանը չի վտանգում։ Կարելի էր հավատալ այս ամենին։ Միգուցե։ Նամանավանդ ասում էին, որ ամերիկյան գումարները, որոնք պետք է դրվեն, իրենք կարող է հանդիսանան երաշխիք խաղաղությանը։ Նույնիսկ թվեր էին 99 տարով երաշխավորված խաղաղություն։ Ըստ երևույթի մարդիկ կամ այդ խոսքերը արտահայտողները մոռացել են, թե ինչ որ ընկավ Սաուդյան Արաբիան եւ Էմիրությունները, երբ որ Իրանը սկսեց ոչնչացնել Միացյալ Նահանգների կողմից ներդրված, այն բոլոր տնտեսական ենթակառուցվածքները եւ ֆինանսավորված տնտեսական ենթակառուցվածքները, որոնք կային այդ պետություններում։ Այսինքն այն թեզը, որ Ամերիկայի փողերը մեզ կլինեն անվտանգային երաշխիք, հոդս ցնդեցին։ Եվ այո, Իրանը բազմաթիվ անգամ ասել է, ոչ մի օտար երկրյա կամ իրեն վտանգող գործընթաց ոչ մի հարևան չպետք է գեներացնի եւ դա նորմալ է։ Մեր դուրը կգար, եթե Իրանը գեներացներ հակահայկական ինչ-որ մի պրոյեկտ մեր սահմանի բերանը։ Դուրներս կգար, չէր գա, չէ՞։ Բայց Իրանն է 80 միլիոնանոց կռվող ժողովուրդ է։ Իր հայրենիքի համար կռվող ժողովուրդ է։ Եվ այսօր մեզ փորձում են համոզել, որ գիտեք ինչ կա, թրիփը լավ բան է։ Հələ տեսեք, ես Հայաստանի մասին չեմ խոսում, որ թրիփը ըստ էության մինչ այսօրս չի բացահայտել, թե ինքը ինչ է, միջանցք է, ինքը ճանապարհ է, ինքը ինչ է, մեզ լոլոներ են կարդում ճանապարհների բացվի, պետք է սահմանները բացվի։ Այդ մենք ենք դեմ, որ պետք է սահմանները բացվի, մենք կողմ ենք, որ սահմանները բացվի։ Եվ այո, սահմանները պետք է բացվի։ Բայց սահմանները բացվելու պարագայում չպետք է մեզ ներողություն, տենց քաղաքագիտական առումով անմեղսունակի տեղ դնեն եւ բերեն միջանցքը ճանապարհը բացելու տեղ, sense մեր վրա ներողություն վաճառեն։ Կողոց ձեզ թվում է մենք չենք հասկանում, որ իրական թրիփի նպատակը ո՞րն է։ Դուս եկեք եւ ուղիղ ասեք, թրիփի նպատակը թուրքական աշխարհի միավորումն է Հայաստանի Հանրապետության հաշվին, գեղեցիկ ձևով ամերիկացիների կողմից փաթեթավորված, ընդ որում ստեղ Միացյալ Նահանգներին չկա ոչ մի պրետենզիա։ Միացյալ Նահանգները իր շահերն է պաշտպանում։ Թուրքիան իր շահերն է պաշտպանում, Ադրբեջանն էլ իր շահերն է պաշտպանում։ Բա մենք եփ ենք մեր շահերը պաշտպանելու։ Մենք եփ ենք մեր շահերը պաշտպանելու։ Ակնհայտորեն դուս են գալի, ասում են, գիտեք ինչ կա, այս պրոյեկտը չի վտանգում Հայաստանի ինքնիշխանությունը, բա որ չի վտանգում։ Թրի պրոյեկտի շրջանակներում back office, front office-ը ո՞րն է։ Խաղաղության երաշխիք են ձևավորել։ Այն պարագայում, որ այսօր յուրաքանչյուր գործընթաց, որը կարող է գեներացնել տարածաշրջանային լարվածություն, ինքը հակառակը վտանգում է Հայաստանի Հանրապետությունը եւ երաշխիք չի կարող նույնիսկ տեսականորեն հանդիսանալ։ ԵԱՏՄ ԹԵԵՄ շատ լավ ասեց Գագիկ Ծառուկյանը առաջարկ Հայաստանի կոնցեպտի շնորհանդեսի ժամանակ օրեր առաջ։ Իմիջիալոց փայլուն մի
ասենց միջոցառում էր։ Բայց այնուամենայնիվ պարոն Ծառուկյանը ասաց հետևյալը. Եվրոպա թե ԵԱՏՄ։ ԵԱՏՄ-ից ստանում ենք էժան գազ, ԵԱՏՄ-ից ստանում ենք ցորեն, ԵԱՏՄ-ից ըստ էության ստանում ենք պարենային զամբյուղի, գրեթե ամբողջ, հա, տեսականը մեր պարենային զամբյուղի։ Գները, որոնք անգամներով ավելի ցածր են Եվրոպայում եւ ուզում են գնանք Եվրոպա, դե լավ, էդ էլ դնենք մի կողմ։ Լսեցիք, չէ՞, Թավադյանին։ Իսկ Եվրոպային պետք է հայկական գյուղատնտեսական ապրանքը, գյուղացու արտադրանքը պետք է Եվրոպային ոչ։ Ինչ են անելու գյուղացիները, մտածել եք դրա մասին։ ԵՄ, մտածել եք դրա մասին, ստեք կրկնեմ, ԵՄ-ի մեղավորությունը չկա, դա մեր որոշումն է, որ մենք ենք տենց որոշել։ Այո, պետք է մաքսիմալ դիվերսիֆիկացնենք շուկաները։ ԵՄ-ի հետ էլ պետք է աշխատենք, Ամերիկայի հետ էլ պետք է աշխատենք, Ռուսաստանի հետ էլ, Իրանի հետ էլ, Չինաստանի հետ, բոլորի հետ պետք է աշխատենք, բայց ոչ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հաշվին։ Եվ այո, այս խաղերը բերեցին նրան, որ մեր առջև արդեն դնում են, ասում են, գիտեք ինչ կա, որոշեք ԵՄ թե ԵԱՏՄ։ Եվ եթե որոշում ես ԵՄ, ապա քո ապրանքը չի վաճառվելու, իսկ գազը, հացը եւ մնացած բոլոր, հա, այդ զամբյուղը, պարենային խոսքը դրա մասին է գնում։ Առնելու ես արդեն եվրոպական գներով։ Իսկն մենք Եվրոպա չենք, բայց գները եվրոպական են դառնալու։ Օրինակ, գազը գիտեք ինչ արժի Եվրոպայում 1000 խորանարդ։ $600։ Իսկ մենք քանիսով ենք գնում գազը 177.5։ Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է։ Եվ կրկին, ժողովուրդ ջան, շնորհավորում եմ բոլորին, առաջարկ Հայաստանի կոնցեպտի պլատֆորմի ձևավորմամբ եւ կրկնեմ, դա ձեր կոնցեպտն է, դա իրականում ժողովրդական պլատֆորմ է։ Դա ժողովրդական ծրագիր է, որովհետեւ այդ ծրագրի գլխին կանգնած եք դուք։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքներ եւ ես, Արման Աբովյանը, կհանդիպենք հաջորդ անգամ։